հայտնաբերել են, որ Սրբազանի տնից իրեր արգելավեցին։ Պոլիքլինային օգրակներ ձեր տնից որևէ բան դուրս բերեցին։ Ժորժան, ոչինչ չեն հայտնաբերել։ Նորով։ Երեխաներից 2 հեռախոսն են տարել, մի հատ պլանշետ են տարել եւ 2 հատ թուղթ են տարել, որ այս իրանց անհետության հետ ընդհանրապես կապ չունի։ Իսկ ինչ էին Առավոտ ժամը 8-ին քննչական կոմիտեի աշխատակիցները ԱԱԾ-ի հետ միասին եկան եւ դատանի որոշումով ասացին, որ պետք է խոզարկություն իրականացնել։ Խոզարկությունը իրականացրել են, 10:30 վերջացրել են, մոտ 1 ժամ առաջ։ Որ վերջացրել եմ եւ իջել եմ այստեղ։ Մանրամասն առավոտ 8-ին եկել էին դատարանի որոշումով խոզարկություն անելու ամբողջ տունը խոզարկել են, պատվալից միջև տանիք, տարել են 2 երեխայից հեռախոսները, մի հատ երեխայից պլանշետը եւ հեռախոսի չեն տարել երեխաներին։ Այո։ Դե անջատված հեռախոսներ էլի դարակացած դրա համար։ Այսինքն ահաբեկչության համար ոչ մի հարմար բան չի գտնվել։ Ահաբեկչության հարմար ոչ մի հարմար, ոչ թե հարմար, այլ ընդհանրապես ոչինչ չեն գտել։ Մետաղալար աստրիկներ, որ պատմում։ Ոչինչ չեն հայտնաբերել, ինչի մասին եք խոսում։ Որովհետև հենց նոր Հովհաննեսին Խուդոյան թույլ չտվեցին, որ նա ներս մտնի։ Փաստաբանը կես ժամ ուշացումով եկել է, բայց փաստաբանին թույլատրել են խոզարկությանը մասնակցի։ Իսկ հարցեր հնչել են ուղղված թե դրանք։ Ոչ, հիմա ասել են, որ առաջիկա ժամերին կհրավիրեն քննչական կոմիտե հարցակնության։ Ինչ է փաստաթուղթ Ինչ կարգավիճակ ունեք, որևիցե կարգավիճակ։ Ոչինչ չեն գտել, ես համոզված եմ, որ երեկվա դավաճան իշխանությունները ինչ-որ փաստաթուղթ էին գցել։ Այդ փաստաթուղթը հեղաշրջման պլանը։ Երեք մտածում էինք, որ դա միտումնավոր են արել, այսօր արդեն համոզվածացնում են, որ այդ պլանը գցել են այդ անհեթեթ պլանը, որպեսզի այսօր իրականացնեն այս խոզարկությունները, որտեղ հստակ ասեմ, վախեցած են։ Սրբազանը ասած վախը ծնկների մեջ է։ Բայց հստակ ասեմ, որ մեր պայքարը, մեր հայրենիքի համար, արժանապատվության համար, մեր եկեղեցու համար եւ այս որ փորձում են մեզ լրացնել, վստահաբար ասում են ոչ միայն ինձ, այլ իմ պայքարի ընկերների, մեր պայքարի ժողովրդին, ովքեր պայքարում են, որ ունենան չթուրքացած Հայաստան, չեն կարելու լրացնել։ Պարոն Սարգսյան, ամեն դեպքում այն հոդվածները, որոնք արդեն շոշափում են պաշտոնական հաղորդագրություններում, բավականին սարսափելի հոդված են համարյա ցմահ դատապարտման ենթականեր, այո, ահաբեկչություն, այսինքն Սրբազան հոր հետ։ Ինչ կասեք այս մասով, այսինքն սրանք երկարաժամկետ պլաններ են մինչև 26-ի ընտրություններ գուցե մի բաներ ավել, թե մայրաթոռ ներխուժելու եւ վեհափարի հետ իր երազած կոնֆլիկտին հասնելու ճանապարհն է մաքրում այսպիսով։ Սյուզի ջան, ես այս գործողություններին ծանոթ եմ դեռևս 22 թվականից, երբ որ մեր Սյունիքի համայնքի ղեկավարներին կալանավորեցին, սա դրանց վախն է։ Հիմա այս նույն process-ը իրականացնում են կալանավորեցին, հետո դարձան ոչ ընդդիմադիր։ Ոչ մեկ չի դարել ոչ ընդդիմադիր են, պայքարի մեջ են, Փայլակ ջան, հիմա դրա ժամանակը չի, հիմա կոնկրետ սրա հետ կապված հարցեր ասում եք։ Ձեր տանը խոզարկությունների ընթացքում ինչ-որ բան հայտնաբերվել։ Չէ, ոչինչ չի հայտնաբերվել։ Ոչինչ չի հայտնաբերվել են իրանց ինչ որ գրել էին, ինչ որ հեղաշրջում ենք ուզում անենք, ահաբեկչություն ենք ուզում անենք։ Այո, տարել են 2 երեխաներից հեռախոսը, մի հատ պլանշետ, տղայից պլանշետը եւ մի քանի փաստաթուղթ։ Ձեր մարզի տանը տուն փորձել են ներխուժել ձեր Չէ, Երևանի մեր Ուլնեցի տունն եկել, որտեղ այս պահին ես փաստացի բնակում եմ։ Արդեն ձերբակալվածներ կան, ինչ եք կարծում, դες ինչ կարգավիճակով են թարպես հրավիրել հարկաշինության։ Ճիշտ ասած տեղյակ չեմ, բայց բնականաբար որ ձերբակալվածներ կլինեն, կալանավորումներ կլինեն, ես վստահաբար ասում եմ դա տենց։ Դուք Սրբազանի տուն գալիս եք, ինչ տեսել եք այս հարցակնության եւ ժամը քանիսին։ Չեն ասել են փաստաբանի հետ կապնվել են, փաստաբանին տեղյակը պահեն։ Պարոն Սարգսյան, դուք Բագրատ Սրբազանի հետ շատ մտերիմ եք, միասին եք այս ամբողջ ընթացքում եղել Սրբազան պայքարից հետո էլ այդ քննչական կոմիտեի նկարագրած գործողությունները, որ 25 հոգանոց խմբեր եք ուզեցել ձևավորել մի 1000 հոգով ահաբեկչություն անել, դրա մեջ ինչ որ տեղեկություններ ունեք դրա հետ կապված ու դրա մեջ ներգրաված եք եղել թե չէ, ահաբեկչություն եք ուզել անել։ Սրբազանը իմ եղբայրն է եւ ես առանց թաքցնելու ասեմ, որ ես 1 տարվա ընթացքում 24 ժամ իր հետ եմ եղել պայքարի ամբողջ ընթացքում եւ մեր պայքարը, որը եւ մայիսին տեսել եք փողոցում, սահմանադրական կարգով, օրենքով
այս իշխանությանը հեռացնել եւ ունենալ հայրենիք արժանապատվություն։ Որ այստեղ եք եղել տեղյակ եք ինչ թղթեր էին, որոնք կարող էին այստեղից գտնեին Ես չեմ կարծում ստեղ ինչ որ թղթեր լինեն կամ ինչ որ բան լինեն, ստեղ ընդհանրապես կարան լինեն այն ակցիաները, որ իրականացնում ենք, բոլորը տեսնում եք, չեն վստահում, կարան լինեն այս պաստառները, ընդհանրապես ոչինչ չի կարող լինել։ Պարոն Սարգսյան, ինչ մենք զրուցում ենք, այստեղ քննչական կոմիտեն է ձայնագրություն հրապարակել, ընդդիմադիրների մասնակցությամբ, թե ինչպես են էլի հեղափոխություն պլանավորում, հենց իրենց պաշտոնական էջում է հրապարակվել ձայնագրություն։ Ժորժ ջան, ձայնագրություններ կարան սարքեն, հրապարակեն, ամեն ինչ կարող են անել։ Փաստն է նա, որ պլանավորում չի եղել, այդ ինչ որ իրանք արել են, այն ինչ որ արել ենք, տեսել եք։ Փողոցային անանազգանդության ակցիաներ, որը եւ արել ենք, մի տարի անում ենք ու շարունակական գնում է։ Եվ նրանք հասկացել են, որ այս ամեն ինչը ձնագնդու պես կարա մեծանա եւ խնդիր առաջանա, փորձում են իրանց այն կեղծ օրակարգով օրենքի բացակայությամբ ինչ որ ուզում են անում են։ Բնականաբար դուք բոլորդ լսել եք, որ այս երկրի ղեկավարը այնօր ասել է, որ ԱԱԾ պետին ես ինչ հրաման տամ, պարտավոր է իրականացնել։ Ինչի մասին եք խոսում։ Ինչ կուզեն կանեն, վստահաբար ես ասում եմ, ես դրա համար չեմ զարմանում։ Ես հիմա վստահացնում եմ, որ կարող է մի ժամից ինձ կալանավորեն։ Իմիջիալոց ասեմ, դրան պատրաստ եմ, ես ինչ որ եղել է, ես մի քանի անգամ այս process-ով անցել եմ։ Իմ ընտանիքն էլ է դրան պատրաստ, իմ 4 անչափահաս երեխաներ են դրան պատրաստ։ Ուզում եմ ասել, դուք այս կեցավայր ելումուտ ունեցել եք, մտել եք, տեսել քիչ առաջ ԱԱԾ-ականներին, որ եռանկյունի ճանապարհային երթևեկության նշան հանեցին տնից եւ դրեցին Բեռնախցիկում մեքենայի։ Ինչ նշան էր դա, ընդհանրապես ինչի համար էր, տեղեկություններ ունեք այդ նշանից։ Դրանով Չգիտեմ, որ հանել են թե չէ, եթե եռանկյունիով կարելի է աբեկցություն անել եւ նինջայի նման էս պետք է պատտեն գնալ Նիկոլի վիզա կտրվեր, երևի հնարավոր է։ Եթե այդպես նշան եղել է, բնականաբար ասում եմ ակցիա անեմ, եթե կարող է այդ ակցիան կպցնելու համար նշանը դնել, որ հանկարծ մեր երեխաներին վթարի չի ընդարկի։ Եթե այդպես նշան ասում եք, փաստացի տեսել եք եղել է։ Բայց նշանով ակցիա չեն անում։ Եթե մեր մեջ նինջա կացես պետք է պատտի գնա ինչ որ մեկի վիզա կտրի, ինչ ասեմ Ժորժ։ Լավ ինչ եք մտածում, ասենք այս սցենարը ամեն անգամ ինքը կրկնում է, ամեն անգամ դատարաններ եւ այլն, ու սա ինձ երկարաձգվեց։ Փաստացին նա երրորդ սրոկին է պատրաստում իր պաշտոնավարման եւ չի էլ թաքցնում։ Հիմա դուք մտածում եք, որ նա այսպեսով փորձում է ստուգել իր քաշը քաղաքական, որպեսզի ձեր հետ գնա բանակցությունների իր հետագա ճակատագրի հետ կապված, թե վերընտրվելու համար, թե վեհափառություն գնալու համար, ներողություն, վեհարան գնալու համար իրավիճակ է ստեղծում, որ ամեն մեկը Ես հստակ իմ կարծիքի եւ իմ վերլուծությունն ասեմ։ Նա այլևս հստակ հասկացել է, որ ժողովրդի աջակցությունը չունի։ Երկրորդ տարբերակը մնում է վախի մտնոլոր ստեղծի։ Ես ամեն ինչը արվում է այս ռեպրեսիաները, որպեսզի վախի մտնոլոր ստեղծի, բայց ես վստահ եմ, որ հայ ազգը վախեցող չի եւ իր կամքը ցույց կտա եւ կդրսեւորի։ ասում եք հայ ազգը վախեցող չի, առավոտից այստեղ ենք պարոն Սարգսյան, ինչ որտեղ գուցե տարակուսելի, ինչ որտեղ ձեզ համար վիրավորական է, որ այսպես մի ամբողջ թաղամաս սեփական տներով հարևանները բակից սուրճ են խմում, բայց որևէ մեկը չի հարցնում, այս ինչ է կատարվում, ինչու եք այսպես լցվել, ահածոզորքով եւ այլն։ Այսինքն սա տիպիկ պատկերը չի այն իրավիճակի, որում մենք կանք։ Սյուզի ջան, բնականաբար մի թաղի բնակիչների մոտեցումով պետք չէ կարծիք կազմել ամբողջ ազգի հետ կապված, բայց ես վստահ ասում եմ, որ սա իշխանության կռիվ չի, սա կուսակցական կռիվ չի, սա մեր լինել չլինելու կռիվն է, դա իմ ասելով չի, բոլորս տեսնում ենք, թե ինչ է կատարվում։ Արդեն հասել ենք եկեղեցուն։ Պատգամավոր կա 4-ն են եկել։ Փալյակ ջան, 2 ընդդիմադիր պատգամավոր մեր տունն էին, 2-ը ուրիշ տեղ են, 4-ը ուրիշ տեղ են, բազմաթիվ ձերբակալվածներ կան, եւ այդ ձեր մոտեցումը շատ սխալ է։ Կոնկրետ 2 պատգամավոր Արման Ղազարյանն եւ Աննա Գրիգորյանը խուզարկության պայից եղել են մեր տունը, եւ ամեն խուզարկող այս պայն ցանկը ես չգիտեմ, բայց 15-20-ից ավել են, ամեն տեղ 2 պատգամավոր, տեսեք ինչ է կատարվում։ Օրինակ ես նոր Facebook-ում եմ տեսել, որ Գեգամ Մանուկյանը հենց հիմա գտնվում է Իգոր Սարգսյանի տան մոտ։